այնպես որ բոլոր նրանք, ովքեր այսօր բաց են թողնում իմպիչմենտի հնարավորությունը եւ մտածում են Նիկոլի հետ գնան 26 թվականի ընտրության, կկրկնեն Գյումրու սցենարը, չեն հասկանում, որ համապետական ընտրությամբ սեփական իշխանությունը վերարտադրելը Նիկոլի համար Գյումրին չի, որտեղ դեռ process-ներ լինելու են եւ դեռ մենք տեսնելու ենք, որ ինքը անելու է ամեն ինչ Գյումրիում քաոս, կառավարման քաոս ստեղծելու համար, համապետական խորհրդարանական ընտրությունը Նիկոլի համար կյանքի հարց է, նժարին դրված է լինելու նրա ընտանիքի կյանքը ուղիղ իմաստով եւ նա ամեն ինչ անելու է իր վերարտադրությունը ապահովելու համար եւ միջազգային հանրությունը ցավոք սրտի լռելու է։ Ուստի ես զարմացած եմ, անկեղծ նորից իմ զարմանքն եմ հայտնում Հայաստան դաշինքի իմ կարծիքով այս ոչ ողջախոհ որոշման համար, ես կարծում եմ խնդիրը այն է, որ իրենք պարզապես չունեն վարչապետի թեկնածու։ Ես էլ ասել եմ, ցանկացած թեկնածու կարող է առաջադրել Էդգար Ղազարյան, ես չգիտեմ, Արման Թաթոյան, Արման Վարդանյան, չգիտեմ, բազմաթիվ են, հա, թեկնածուները, որոնք հանրային լոյալ ընկալում ունեն եւ քանի որ սա այդուհանդերձ լինելու էր անցումային կառավարություն, եթե այս գործընթացը հաջողեր կառավարություն, որի հիմնական եւ միակ իրավական խնդիրը լինելու էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը իրավական ճանապարհով, բայց եթե դու այս ճանապարհի դուռը փակում ես եւ հանգիստ նստած կամ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իբր թույն հարցեր տալով Նիկոլին, հասկանալով, որ Նիկոլը այնպիսի քաղաքական կենթանի է, որ ձեզանից որևէ մեկը որևէ ժամանակ չի կարող քաղաքական առումով նրան գցել թակարդը եւ պատրաստվել 26 թվականին գնալ Նիկոլի հետ ընտրության, նշանակում է ստորագրել Նիկոլի ցանկացած գնով վերարտադրության մանիֆեստի տակ։